Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ժողովի որոշումը սպասելի էր, արդյոք զարգացումներ է տանում էին հենց դրան, թե շարժումը այլ որոշումներ ակնկալում։ Վերջին տարիներին ականատես ենք լինում շատ ապօրինությունների մեր երկրում, ու սա բնավ հուսադրող չէ, ընդհակառակը խոսում է Հայաստանում ժողովրդավարության կտրուկ նվազման եւ առհասարակ դրա բացակայության մասին։ Շատ հաճախ է խոսվում, որ Հայաստանի Հանրապետությունը բռնապետության հաստատման փուլում է գտնվում, ցավոք սրտի դա արդեն իսկ ապացույցն է նրան, որ այսօր այն գործողությունները, որ իրականացում են հեծի եւ առհասարակ այն միտումը, որը կա Հայաստանի Հանրապետությունում իրավունքի պաշտպանության եւ իրավունքի կիրառման մասով տոտալ բացակայում է, այսինքն ըստ էության արձանագրում են, որ այս գործողությունները այո ունեն կանխատեսելիություն եւ ընդհակառակը մեր մոտ կա մեծ պատկերացում հետագա քայլերի մասին։ Նաև այսօրվա դատական նիստին միջնորդվում են որպեսզի քննչականի, այս քննարկում 2 ամսով խափանման միջոցը փոխելու փաստաբաններն ասում են, որ նաև միջնորդվել են այլընտրանքային խափանման միջոց կիրառել, ինչ եք կարծում, ինչպիսին կլինի դատարանի որոշումը հաշվի առնելով, որ օրինակ մշտապես հայտարարում է, որ քաղաքական անտարքյալ է Սամվել Կարապետյանը։ Չեմ կարող այս բան կոնկրետ նշել, թե ինչպիսի որոշում կլինի, չնայած իրենց առաջ եղել են որոշումներ, որոնք նույնպես չեն բխել իրավունքի դաշտից, բայց քանի որ կա ընթացող process, չեմ կարող կարծիք առնել, քանի որ կարող է դիտարկվել որպես դատաներաճնշում։ Ինչ վերաբերվում է կոնկրետ մեծաշարժման համակարգող ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորմանը որպես փաստ, դա ուղղակի վառ ապացույց է, թե այսօրվա իշխանությունները ինչպիսի մոտեցում ունեն ազգային բարերար եւ հայի տեսակը պահպանող մարդու հանդեպ եւ այն բոլոր գործողությունները, որոնք արվում են պարոն Սամվել Կարապետյանի նկատմամբ, ուղիղ ապացույցն են, որ այսօրվա իշխանությունները ավելի շատ են ատում հայ ժողովրդին, քան օրինակ Իլհամ Ալիևը։ Եվ նաև ադրբեջանագետ եք դուք, ինչպես կմեկնաբանեք, արդյոք իսկապես Ադրբեջանը պաշտոնական Բաքուն գնում է խաղաղության, ինչպես հայտարարում են Հայաստանի իշխանությունները, նաև հաշվի առնելով, որ վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի բանտում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ դատական ակտեր են կայացում ընդհանուր միջև ՑՄ ազատազրկում։ Ես ավելի բաց եմ խաղաղություն ընկալումը, եթե մարդկանց մոտ կա պատկերացում պատերազմի բացակայությամբ կարելի է փաստել եւ ֆիքսել խաղաղություն, դա այդպես չէ, խաղաղությունը ինքը մեծ կոմպլեքս գործողությունների եւ գործողությունների փաթեթ է, դրա մեջ ներառում է եւ տնտեսական հարաբերությունները, եւ ժողովուրդների հարաբերությունը եւ առհասարակ այն բոլոր ընկալումները, որոնք կան թշնամության ընկալման եւ գործողության մասով, պետք է բացատրեն, բայց այն իրականությունը, որ այսօր մենք տեսնում ենք Ադրբեջանում, ուղիղ հակառակի մասին է խոսում, իրենք պարբերաբար հայ ժողովրդին անպատվում են, բռնուսք են բարձրացնում, սպառնում, որ գլուխները գժարդեն, սա մեջբերում է Իլհամ Ալիևի ոչին, եւ սրա հակադարձումը չստանալով, այսինքն Հայաստանի այսօր իշխանությունների կողմից որևէ հակադարձում չստանալով, փաստացի արձանագրում ենք, որ կա տնային աշխատանքի կատարման դուրս հանձնարարություն, որը կատարվում է այսօր իշխանությունների կողմից, այսինքն խաղաղությունը ինքնին իմ խորին համոզման որպես մասնագետ իրենց ուղեղներում է պատկերված, այլ ոչ թե ռեալ գետնի վրա կա։ Շնորհակալություն։